Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Երբ ծերանում ես, կա երկու բան, որ պետք է ունենաս, եթե ուզում ես երջանիկ լինել՝ նպատակ և ինչ-որ մեկին, ում կսիրես։ Գիտեք, թե ինչու են շատ մարդիկ ընկճվում, նրանք չունեն նպատակ։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Որովհետև Աստված կարող է փոխել ցանկացած մարդու ցանկացած ժամանակ։ Ես կասկածում եմ, որ Պողոս առաքյալը, որն այն ժամանակ դեռ սողոս էր, սպասում էր, որ կհանդիպեր Հիսուսին Դամասկոսի ճանապարհին։ Նա արժանի չէր, որ Աստված այցելեր իրեն, բայց Աստված այցելեց, որովհետև ծրագիր ուներ նրա կյանքի համար։ Ամեն։ Ինչ եք դուք ակնկալում։ Մտածեք այդ մասին։ Ես մտածում եմ, թե որն էր պատճառը, որ Աստված ինձ ասաց ավելացրու հավատքդ։ Ես լսել եմ, որ երկու հովիվ նույն բանն են ասել։ Աստված նրանց էլ է ասել, որ ավելացնեն իրենց հավատքը այս տարի։ Գիտեք, ամենը, ինչ ստանում եք Աստծուց, միմիայն հավատքով է։ Ուստի ինչ եք դուք անում, պարզապես նստում եք և սպասում, թե ինչ է Աստված անելու, թե համառորեն առաջ եք շարժվում հավատքով և վստահում եք, որ Աստված մեծ բաներ կանի ձեր կյանքում։ Ուզում եմ, որ այս առավոտ մտածեք այս մասին։ Ինչերի եք դուք սպասում։ Ունեցեք մեծ սպասումներ, դուք ասում եք, իսկ եթե սպասեմ մեծ բաների և դրանք չիրականանան, իսկ եթե սպասեք մեծ բաների և դրանք իրականանան, ավելի լավ է հավատամ շատին և ստանամ դրա կեսը, քան հավատամ քչին և ստանամ այդքանը։ Մեծ երազանքներ ունեցեք։ Համարձակ աղոթքներ արեք, Սաղմոս 27:13-ում գրված է. Ինչ կպատահեր ինձ հետ, եթե չհավատայի, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը կենդանյաց երկրում։ Փառք Աստծուն, որ հարկ չկա սպասելու մինչև հասնենք երկինք և բարիքներ տեսնենք, մենք կարող ենք տեսնել բարիքներ հենց հիմա մեր կյանքում։ Սա իրականում օգնել է ինձ, որովհետև ես սա անում եմ վաղուց։ Գիտեք, երբ ինչ-որ բան անում եք երկարատև, երբեմն գայթակղվում եք, որ այլևս չանեք դա։ Այդպես չէ։ Սկզբում դուք շատ ոգևորվում եք ինչ-որ բանից և դա անում եք 40 տարի, այնուհետև կարծես սկսում եք նվնվալ։ Բայց վերջին 2-3 տարում ինձ օգնել է այն, որ ես սովորել եմ պարզապես սպասել Աստծուն ամեն օր։ Ամեն օր ես սպասում եմ, որ Աստված ինչ-որ զարմանալի և ցնցող բան կանի։ Ես ասել եմ Աստծուն, ուզում եմ ապրել այնպես, որ բերանս զարմանքից բաց մնա, այսպես։ Ապա, այս առավոտ ես եկա այստեղ, մենք դուրս եկանք մեքենայից և ես Մայքին ասացի, գիտես ինչ, ես ուզում եմ օգնել երկրագնդի բոլոր մարդկանց։ Միթե դա լավ չէ, ինչու չունենալ մեծ երազանքներ, դուք ասում եք դա անհնար է, ոչինչ անհնար չէ Աստծո հետ։ Մեր հեռուստահաղորդումը հեռարձակվում է 106 լեզվով աշխարհի գրեթե 2/3 մասում։ Ես չեմ կարծում, որ աշխարհի 2/3-ը լսում է, բայց մի քանի միլիոն մարդ հաստատ լսում է։ Եվ կյանքերը փոխվում են խոսքի միջոցով։ Ես կարող եմ հավատալ, որ կօգնենք 3-ին։ Եվ գուցե կարողանանք օգնել միայն 2-ին։ Ես հավատում եմ բոլորի համար։ Մենք դեռ չենք հասել դրան, բայց ճանապարհին ենք։ Այնպես, որ ես ունեմ նպատակ։ Ես ամեն օր չեմ անում սա, լինում են օրեր, մոռանում եմ, բայց գրեթե ամեն օր բարձրաձայն ասում եմ, ես սպասում եմ, որ ինչ-որ լավ բան կկատարվի ինձ հետ այսօր։ Եվ սպասում եմ, որ ինչ-որ լավ բան կկատարվի իմ միջոցով այսօր։ Բարիքներ մի ցանկացեք միայն ձեզ համար։
Խնդրեք, որ Աստված գործածի ձեզ ուրիշներին բարիք անելու համար։ Ամեն օր հարցրեք ինքներդ ձեզ. Ինչ կարող եմ անել ինչ-որ մեկի համար այսօր։ Ինչ ունեմ, որ կարող եմ տալ։ Ես սիրում եմ տալ։ Երբեք մի բարկացեք այն մարդու վրա, ով եկեղեցում խոսում է տալու մասին։ Ուր էլ գնաք, մարդիկ կխոսեն տալու մասին։ Եթե եկեղեցական հավաքույթից հետո դուրս գաք եւ գնաք ինչ-որ տեղ սնվելու, կգա ժամանակ, երբ կմոտենան ձեր սեղանին եւ կխոսեն ձեզ հետ տալու մասին։ Եվ դուք չեք բարկանա դրանից։ Դուք կակնկալեք դա։ Միակ տեղը, որտեղ մարդիկ բարկանում են, դրանից եկեղեցում է եւ դա տրամաբանական չէ։ Բայց ավետարանն անվճար է։ Գիտեք, միջոցը, որով այն մատակարարվում է, անվճար չէ։ Ամեն։ Լավ չէ, որ դուք ոչինչ չանեք։ Մտածում եմ, ինչ կլիներ, եթե վարվեինք Պողոսի պես։ Նա Կորինթացիներին ասաց, որ նախապես ուղարկել է մեկին, ով նրանց կասի, որ նախապատրաստեն իրենց նվիրատվությունները, որպեսզի երբ ինքը գա, նրանք արդեն պատրաստ լինեն։ Հետաքրքիր է ինչպես կվարվեինք, եթե անցյալ շաբաթ ձեզ զանգեին։ Մտածեք այս մասին։ Պատկերացրեք, անցյալ շաբաթ ձեզ զանգեին եւ ասեին. Հաջորդ կիրակի Ջոյսը Լեյքվուդում է լինելու, այնպես որ մի փոքր ավելի գումար բերեք, որ զոհաբերություն հավաքենք եւ նրան տանք։ Դուք կմտածեք, խելագար եք, զանգում եք եւ գումար եք խնդրում նախքան նրա գալը։ Բայց Պողոսն այդպես վարվեց, նա ասաց, որ նախապես մարդ է ուղարկել, որ պատրաստ լինեն զոհաբերությանը, որն ուղարկելու են աղքատներին, որոնք Մակեդոնիայում են։ Կան շատ բաներ, որոնք չպետք է աչքաթող անենք։ Ես ասում եմ բոլորին, քանի որ դուք տալիս եք ձեր նվիրատվությունները ամիսը մեկ անգամ կամ ավելի հաճախ, չի նշանակում, որ դուք պետք է դուրս գաք այստեղից եւ ոչինչ չանեք։ Եվ ես չեմ հավաքում զոհաբերություն, որպեսզի կարողանամ համարձակ լինել եւ ասել այն, ինչ ցանկանում եմ։ Դուք չպետք է դուրս գաք եւ ոչինչ չանեք։ Թերևս շատերդ այդպես չեք վարվում, բայց կան մարդիկ, որոնք այդպես են վարվում։ Ես պարզապես ասում եմ, քանիսդ եք մտածում, որ լավ չէ վերցնել ամեն ինչ եւ անել ոչինչ։ Գիտեք, չափազանց հեշտ է մոռանալը։ Սպասիր եւ հուսա Տիրոջը, համարձակ եղիր եւ քաջացիր, թող սիրտդ պինդ եւ զորավոր լինի։ Սպասիր եւ հուսա Տիրոջը։ Ինձ դուր է գալիս սա։ Ինչերի կարող եք դուք սպասել։ Եթե հարաբերությունների մեջ եք մարդկանց հետ, որոնք փոխվելու կարիք ունեն, սպասեք, որ դա կկատարվի։ Սպասեք ավելի շատ հնարավորությունների, ավելի շատ բաց դռների, ամեն անգամ, երբ դուրս եք գալիս, սպասեք բարեհաճության։ Գիտեք, թե որքան հրաշալի է բարեհաճությունը։ Այնքան հուզիչ է, երբ տեսնում ես, թե ինչպես է Աստված քեզ բարեհաճում, ինչ որ մեկը հատուկ վերաբերմունք է ցուցաբերում առանց որևէ պատճառի։ Ես հասկանում եմ, որ դա անելու ոչ մի պատճառ չկա, պարզապես Աստված է ներգործում։ Դրանք փոքրիկ բաներ են, օրինակ, գնում ես խանութ եւ աշխատակիցն ասում է. Դուք ունեք 40%-անոց զեղչի կտրոն։ Ոչ, չունեմ, լավ, տեսնեմ, կարող եմ գտնել մեկը ձեզ համար։ Հարկ չկա, որ նա անի դա։ Բայց դուք Աստծուց բարեհաճություն եք ստանում։ Սպասեք, որ տեսնեք, թե ինչ անհավանական բաներ է Աստված անելու ձեր կյանքում։ Սպասեք բժշկության, եթե առողջական խնդիրներ ունեք։ Մի սպասեք, որ մշտապես հիվանդ եք լինելու։ Ես սպասում եմ, որ այս տարի կլինեմ առողջ եւ չեմ ունենա որևէ ցավ։ Ամեն։ Ես չեմ սիրում հիվանդություն բառը։ Ինձ ասում են, որ իմ ողային սկավառակները ախտահարվում են։ Իսկ ես ասում եմ, որ իմ ողային սկավառակները վերականգնվում են։ Ես հրաժարվում եմ վախենալուց։ Գիտեք, միտք է գալիս։ Ինչ կլինի 4 կամ 5 տարի հետո։ Աստված կպահի ինձ, եւ ես շարժունակ կլինեմ այնքան ժամանակ, քանի դեռ նա կցանկանա, որ անեմ այն, ինչ անում եմ։ Ամեն։
Չեղած բաները կոչեք եղածի պես։ Մի կոչեք դրանք այնպես, կարծես միշտ այդպես են լինելու։ Սա երբեք չի փոխվի, երբեք չի փոխվի։ Գիտեք, Տիմոթեոսի խանդավառությունը մարել էր։ Պողոսը Տիմոթեոսի երկրորդ թղթի 1:6 գրում է նրան. Հիշեցնում եմ քեզ, որ բորբոքես, արծարծես, թեժացնես, վառ պահես Աստծո շնորհառատ պարգևը, ներքին կրակը, որ քո մեջ է, իմ ձեռքերը քեզ վրա դնելով, երեցների հետ միասին։ Գիտեք, երբեմն մենք նստում ենք և սպասում, որ մեկ ուրիշը շարժի մեզ։ Սպասում ենք, որ մեկ ուրիշը ոգևորի մեզ։ Դավիթը ինքն իրեն քաջալերեց Տիրոջով։ Երբեմն դու պետք է քաջալերես ինքդ քեզ։ Ես գրել եմ շուրջ 143 գիրք։ Գիտեք, ամենօրյա ուղերձներ գրելը ամենից դժվար է եղել ինձ համար։ 365 ուղերձը բավականին շատ է։ Եվ դրանք ընդհանուր առմամբ կազմում է 90,000 բառ։ Ես ամենօրյա շատ ուղերձներ եմ գրել, բայց այստեղ մի արտասովոր բան կա։ Դուք չեք կարող զայրանալ մարդկանց վրա, որովհետև ոչ ոք իրականում չի հասկանում, թե ինչ են անում մյուսները։ Դոկտոր Փոլը 3-4 ամսով մեկնում է Աֆրիկա։ Գիտեք, մենք ծափահարում ենք և մտածում, թե ինչ հրաշալի է, բայց մեզնից ոչ ոք չգիտի, թե իրականում ինչ է դա նշանակում։ Ես խոսել եմ նրա հետ և նա այնքան երջանիկ է, որ անում է դա։ Նա սիրում է դա, Աստված կարող է տալ ձեզ շնորհք սիրելու այն, ինչը անտրամաբանական է, եթե դուք պետք է անեք դա։ Ես չէի կարողանում սպասել, թե երբ էի նորից ինչ-որ բան ձեռնարկելու, որովհետև դա անում եմ ամբողջ կյանքում, բայց ահա թե ինչն է տարօրինակ, երբ ավարտում եմ ամենօրյա ուղերձները, կամ 60,000 բառից բաղկացած ինչ-որ գիրք և իմ ընտանիքի անդամներին կամ ինչ-որ մեկին ասում, որ ավարտեցի գիրքը, նրանք պարզապես ասում են լավ է։ Երբեմն ես ուզում եմ ասել միայն լավ է։ Դուք պատկերացում ունեք, թե ինչ է դա, նկատի ունեմ, միթե չեն կարող մի փոքր ավելի խանդավառություն ցուցաբերել, քան պարզապես ասել, որ լավ է։ Գիտեք, մայրիկը կերակուր է պատրաստում։ Նա գնում է մթերային խանութ, գնումներ կատարում, կերակուր պատրաստում, գեղեցիկ սեղան գցում։ Բոլորը նստում են և 15 րոպեում ուտում այն ամենը, ինչը պատրաստելու համար նրանից մի ամբողջ օր էր պահանջվել։ Սեղանն այդպես թողնում են և գնում դուրս խաղալու, տղան գնում է ֆուտբոլ դիտելու և ոչ ոք չի ասում. Հրաշալի էր, մայրիկ, շնորհակալություն կերակուրի համար։ Մենք կարիք ունենք, որ սկսենք մի փոքր քաջալերել միմյանց։ Մտածեք, թե ինչ են մարդիկ անում և ինչ է պահանջվում նրանցից դա անելու համար։ Ինչևէ, ես հրաշալի ժամանակ եմ անցկացնում։ Մեկդ մյուսին բորբոքեք։ Եբրայեցիների 10-րդ գլխում գրված է. մտածենք և ուշադիր և հոգատար լինենք միմյանց նկատմամբ։ Լսեք սա, սովորելով, թե ինչպես կարող ենք բորբոքել, արթնացնել և առաջացնել սեր, բարի արարքներ և ազնիվ գործողություններ։ Ենթադրենք լսում եք ինչ-որ մեկի մասին, ով աշխատում է ձեր աշխատավայրում։ Իրականում մի անգամ նման բան պատահեց մեր գրասենյակում։ Ինչ-որ մեկը ասաց, որ այսինչ մարդը տեղափոխվել է նոր բնակարան և բավականաչափ գումար չունի մահճակալ գնելու համար։ Եվ նա քնում է հատակին, ինչ-որ ներքնակի վրա։ Ինչ ենք մենք սովորաբար անում։ Ես կաղոթեմ ձեզ համար։ Իսկապես, ինչու նրա համար ներքնակ կամ մահճակալ չեք գնում։ Մեկը ծափահարում է։ Դուք ասում եք, ես չունեմ գումար նրան մահճակալ գնելու համար, շատ լավ, այդ դեպքում հավաքեք ևս մի քանիսին և արեք այն, ինչ Սուրբ Գիրքն է ասում, բորբոքեք նրանց, որպեսզի բոլորդ էլ ներդրում անեք։ Գիտեք, թե որքան ավելի երջանիկ կլինեինք։
Եթե մշտապես զբաղված լինեինք ինչ-որ նպատակով։ Դիկ Վան Դայքը 90 տարեկանում ասել է. Երբ ծերանում եք, կա երկու բան, որ պետք է ունենաք, եթե ուզում եք երջանիկ լինել՝ նպատակ և մեկը, ում կսիրեք։ Գիտեք, թե ինչու են շատ մարդիկ ընկճվում, որովհետև չունեն նպատակ։ Եվ նպատակ չունենալու համար պատճառաբանություն չկա։ Այնքան շատ մարդիկ կան, որոնք դժվարությունների մեջ են, և ես չեմ պարծենում սա ասելով, բայց իսկապես սիրում եմ, երբ մարդկանց ինչ-որ բան եմ տալիս։ Ես լսում եմ, թե ինչ են մարդիկ ասում, երբ խոսում են իրենց կարիքի կամ ցանկության մասին։ Եթե ես կարող եմ լրացնել այդ կարիքը կամ իրագործել այդ ցանկությունը, անում եմ դա։ Մեր ընկերներից մեկը մի փոքր գործ է սկսում և այդ գործի բերումով հանդիպում է մի այրիի, որը ապրում է իր սեփական տանը, բայց ստիպված է հրաժարվել այդ տնից, քանի որ չունի գումար ամեն տարի գույքահարկ վճարելու համար։ Մեր ընկերը զանգում է մեզ և հարցնում, թե արդյոք ներդրում չենք կատարի, քանի որ ինքը չուներ գումար այդ հարցը ինքնուրույն լուծելու համար։ Այնպես որ այժմ ամեն տարի այդ կնոջ հարկերը վճարվում են։ Հարկ չկա, որ նա ապրի այն վախով, որ կկորցնի իր տունը։ Բորբոքեք միմյանց, միթե դա շատ ավելի լավ չէ, քան իրար հետ հավաքվելը և ընթրիքի սեղանի շուրջ բամբասելը։ Այն ամենի մասին, ինչ ձեզ դուր չի գալիս։ Ինչու պարզապես չասել ինչ-որ մեկին։ Գնանք սուրճ խմելու և զրուցենք այն մասին, թե ինչպես կարող ենք օժնել մարդկանց։ Լսում եք։ Երբևէ մտածել եք այդպես վարվելու մասին, ինչպես կարող ենք օժնել մարդկանց։ Ամեն անգամ, երբ գալիս եք եկեղեցի, ձեր կարծիքով քանի մարդ կա, որ կարիքի մեջ է։ Միայնակ մայրեր, որոնք երբեք չեն կարող իրենց թույլ տալ, որ երեխաներին տանեն ինչ-որ տեղ ընտրելու, իսկ դուք կարող եք դա իրականություն դարձնել։ Ինչու ես պիտի անեմ դա։ Ես նրանց չեմ ճանաչում։ Շատ ավելի լավ, ինչ-որ մեկն ինձ հասկանում է։ Պետրոսի երկրորդ թղթում ասվում է, և իրավունք եմ համարում, քանի որ այս վրանի մեջ եմ, զարթնեցնեմ ձեզ հիշեցնելով։ Պողոսն ասաց. ես չեմ հոգնում նույն բաները ձեզ կրկին ու կրկին քարոզելուց։ Ես զարթնեցնում եմ ձեզ հիշեցնելով, իրականում դա հենց այն է, ինչ ես անում եմ այս առավոտ։ Ես արթնացնում եմ ձեզ, որ վերադառնաք այն բաներին, որոնք արդեն գիտեք, բայց գուցե աչքաթող եք արել։ Ես փորձում եմ տալ ձեզ մի քանի բան, որ կարող եք անել այս տարի, որպեսզի ավելի երջանիկ կյանք ունենաք։ Եվ դուք չեք ունենա ավելի երջանիկ կյանք, եթե պարզապես նստեք ու սպասեք, որ ինչ-որ մեկը գա և երջանկացնի ձեզ։ Ես միշտ զարմանում եմ այն մարդու վրա, որը 38 տարի շարունակ նստած էր Բեթեսդայի ավազանի մոտ։ Ես կարող եմ այդ պատմությունը ներառել յուրաքանչյուր ուղերձի մեջ և չհոգնել դրանից։ Այս մարդը 38 տարի տառապել է ինչ-որ հիվանդությամբ և պառկել այս ավազանի մոտ մյուս հիվանդների կողքին։ Տարին մեկ անգամ հրեշտակը գալիս էր և խառնում ավազանի ջրերը, և ով առաջինն էր մտնում ջուրը, ստանում էր իր հրաշքը։ Եվ նա պառկած էր այնտեղ 38 տարի։ Հիսուսը եկավ և նրան ասաց. ինձ դուր է գալիս սա։ Որքան ժամանակ է, որ պառկած ես այստեղ։ 38 տարի։ Ընդլայնված Աստվածաշնչում այսպիսի խոսք կա. ցնցված դրա գիտակցումից։ Երբեմն մենք չենք գիտակցում, թե որքան ժամանակ ենք պտտվում նույն անհեթեթ խնդրի շուրջը, սպասելով, որ ինչ-որ մեկը կգա և կլուծի այն։ Դադարեք մեկ ուրիշին պատասխանատու դարձնելուց այն ամենի համար, ինչ ինքներդ պետք է անեք։ Մի անգամ Աստված ինձ ասաց. դադարիր քո ուրախության համար Դեյվին պատասխանատու դարձնելուց։ Ինչ-որ մեկը հասկանում է սա։ Դուք ինձ չեք ուրախացնում։ Իսկ ինչ կասեք ինքներդ ձեզ ուրախացնելու մասին։ Գիտեք, թե ինչպես կարող եք դա անել, մեկ ուրիշին ուրախացնելով։ Ուզում եմ համոզվել, որ լսեցիք ինձ։
Գիտեք թե ինչպես կարող եք ավելացնել ձեր ուրախությունը, մեկ ուրիշին ուրախացնելով, այո, ես ձեզ ճշմարտությունն եմ ասում։ Ինչ ցանում եք, այն էլ հնձում եք։ Քրիստոնյան ձանձրանալու պատճառ չունի։ Ես այնքան ձանձրացած եմ, ուրեմն դու ոչինչ չես անում։ Եվ Հիսուսը այս մարդուն ասաց, ինձ դուր է գալիս սա, ընդլայնված Աստվածաշնչում գրված է, իսկապես տրամադրված ես առողջանալու։ Այս առավոտ ասում եմ ձեզ, ինչ խնդիր էլ ունենաք, իսկապես տրամադրված եք, որ հաղթահարեք այն և դուրս գաք այդ անդունդից ու ապրեք խաղաղ, ուրախ կյանքով, որը շնորհեց Հիսուսը իր մահվամբ, իսկապես լրջորեն եք տրամադրված, եթե այո, ապա դուք կարող եք ազատ լինել։ Թույլ տվեք ասել, որպեսզի ես հաղթահարեի այն, ինչ վերապրել էի մանկության տարիներին, պետք է լրջորեն տրամադրվեի իմ վերականգնմանը։ Գիտեք թե այս մարդն ինչ ասաց Հիսուսին, ինձ դուր է գալիս սա, ամեն անգամ Հիսուս, երբ փորձում է մտնել ջրավազանը, ոչ ոք ինձ չի օգնում։ Եվ ինչ-որ մեկը միշտ ինձնից առաջ է անցնում։ Ահա, 38 տարում նա կարող էր դանդաղ շարժվելով հասնել ջրավազանի ծայրին։ Նկատի ունեմ, որ 38 տարում կարելի է բավականաչափ առաջ շարժվել, և գուցե Աստծո խոսքը ձեզ համար այսօր շարժվելն է։ Գուցե չեք կարող ամեն բան անել, բայց չպետք է ոչինչ չանել, քանի որ ամեն բան չեք կարող անել։ Ապա Զաքեոսը մի փոքր թերություն ուներ, նա կարճահասակ էր։ Նա լսեց, որ Հիսուսը գալիս է, նա լսել էր Հիսուսի մասին, և նա մաքսավոր էր, մարդիկ ատում էին մաքսավորներին, որովհետև նրանք ոչ միայն հարկեր էին հավաքում, այլև այդ հարկված գումարներից իրենց էին պահում։ Նրանք գողանում էին մարդկանցից, բայց նա ցանկացավ տեսնել Հիսուսին, նա լսել էր Հիսուսի մասին։ Եվ նա ամբոխից առաջ վազեց, նա գիտեր, որ չէր կարող ամբոխի միջից տեսնել, նա ամբոխից առաջ անցավ և ծառը բարձրացավ։ Երբ Հիսուսն անցավ այդ կողմով, սա այնքան հետաքրքիր է, հենց այնտեղ, որտեղ Զաքեոսն էր, Հիսուսը վերև նայեց։ Ինչու՞։ Ինչու նա հենց այնտեղ վերև նայեց։ Որովհետև ինչ-որ բան կար Զաքեոսի հոգու մեջ, որ գրավեց Հիսուսին։ Հիսուսին դուր է գալիս այդպիսի վճռականությունը, ես ճանապարհ կգտնեմ, ես չեմ նստի և չեմ խղճա ինձ։ Ապա, աու, ես պետք է դադարեի ինքս ինձ խղճալուց, քանի որ մանկության տարիներին բռնության էի ենթարկվել։ Աստված ասաց, դու կարող ես լինել խղճուկ կամ ուժեղ, բայց երկուսը միաժամանակ չես կարող։ Լսում եք։ Այնպես որ, գուցե ձեր պատասխանն այսօր ծառ մագլցելն է։ Մի փոքր շարժվելը և ծառ մագլցելը։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։